Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Փխրուն, թե կայուն հրադադարի սկիզբ, ինչու որոշեցին կողմերը նստել բանակցային սեղանի շուրջ, կոտրվեց անպարտելիության առասպելը, ով հաղթեց ԱՄՆ-Իրան պատերազմում։ Խաղաղությունից զինում ռուսական հետախուզությունը զգուշացնում է Բրյուսելը գաղտնի քննարկում է սեփական միջուկային ծրագրերը։ Սա անվտանգության նոր երաշխիք է, թե գլոբալ լարվածության հերթական կայծը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների են ձերբակալել, ինչ մանրամասները հայտնի։ Աբովյանում սպանված 24-ամյա երիտասարդի եղբայրը դիմել է Սրփուհի Գալյանին, մարդասպանը դատական նիստերի դահլիճում եղել է ծակողիրով։ Գոռոցներ, փոխադարձ մեղադրանքներ, ինչ է կատարվում ավտոբուսներում։ Մեքենաների անվերջ հոսք, փակ փողոցներ ու նյարդային վարորդներ, քաղաքը կանգնում է, թե պարզապես սովորում ենք ապրել խցանման մեջ։ Երևանում խցանումները դուրս են եկել վերահսկողությունից։ Հրադադարը հաստատված է, կողմերը եկել են համաձայնության, կհանդիպեն ու կբանակցեն։ Թրամփն ասում է, եթե հրադադարը հաստատվի, կսկսվի Մերձավոր Արևելքի ոսկեդարը։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդն էլ հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունը կսկսի ուրբաթ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիգզադը։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը պատրաստում են երկարաժամկետ 15 կետանոց համաձայնագիր, որի շուրջ մասամբ համաձայնություն են ձեռք բերել։ Ըստ Թրամփի այժմ գոյություն ունի ամուր 5 երկարաժամկետ համաձայնագրի համար։ Թրամփը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է եւ կշարունակի բանակցել Իրանի հետ մաքսատուրքերը եւ պատժամիջոցները վերացնելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ապրիլի 8-ից սկսած Իրանին զենք մատակարարող երկրների նկատմամբ կկիրառեն 50% մաքսատուրք։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված հրադադարը փխրուն է։ Բուդապեշտում Վենսն ասել է, որ կան մարդիկ, որոնք ակնհայտ ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ աշխատել Վաշինգտոնի հետ լավ համաձայնագրի հասնելու համար։ Եվ կան մարդիկ, որոնք ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որին արդեն հասել են։ Իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանին, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հասցված վնասները կփոխհատուցի ստեղծված հատուկ ներդրումային հիմնադրամը։ Այս հիմնադրամի կառուցվածքի կամ կառավարման վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա։ Գործակալության տվյալով Իրանը մտադիր է ապագայում վճար գանձել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, որի մի մասը կգործածվի հակամարտության ընթացքում ավերված օբյեկտների վերականգնման ծրագրերի համար։ Անպարտելիության առասպելն է կոտրվում, թե պարզապես փոխվում է ուժերի հավասարակշռությունը։ ԱՄՆ-Իրան 38-օրյա դիմակայությունից հետո կողմերից յուրաքանչյուրը փորձում է իրեն ներկայացնել հաղթող, բայց իրական պատկերը շատ ավելի բարդ է։ Վաշինգտոնը չի հասել իր առանցքային նպատակներին, իսկ Թեհրանը կարողացել է ոչ միայն դիմադրել, այլև իր պայմանները բերել բանակցային սեղան։ Փխրուն, թե կայուն հրադադարի սկիզբ, ով հաղթեց ԱՄՆ-Իրան պատերազմը, ռեպորտաժը կդիտենք քիչ անց։ Խաղաղության գաղափարախոսությամբ ձևավորված Եվրոպան կանգնած է բարդ ընտրության առաջ։ Պահպանել իր սկզբունքները, թե մտնել նոր սպառազինության մրցավազքի մեջ։ Ռուսական հետախուզության հայտարարությունը Եվրամիության հնարավոր միջուկային ծրագրերի մասին լուրջ հարցեր է առաջացնում։ Փլուզվում է համաշխարհային անվտանգության համակարգը, թե պարզապես փոխվում է դրա տրամաբանությունը։ Համաշխարհային անվտանգության ճարտարապետությունն է փլուզվում, թե երբեմնի խաղաղության ջատագով եվրոպական երկրներն այլևս չեն ենթարկվում իրենց իսկ ստեղծած դոկտրինին։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զգուշացնում է, Եվրամիությունը սկսել է գաղտնի ուսումնասիրել սեփական միջուկային զենքի ստեղծման հնարավորությունները։ Այսօր ամենաագրեսիվ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը հենց Եվրոպան է, հավաքական Եվրոպան, որը որոշել է, որ կան վտանգներ, որոնք գալիս են
հյուսիսից եւ այդ վտանգները պետք է ինչ-որ մի ձև չեզոքացնի։ Եվրոպայի մի շարք երկրներ արդեն ունեն տեխնիկական ու արդյունաբերական ներուժ միջուկային ծրագրերի իրականացման համար։ Այո, Եվրոպան ունի թե հնարավորությունները, մասնավորապես Գերմանիան ունի հնարավորությունները, Ֆրանսիան միջուկային զենքի, միջուկային զենք ունի։ Գերմանիան կարող է շատ արագ հասնել միջուկային զենքի տիրապետմանը, Իտալիան, ասեմ ձեզ անգամ Շվեդիան, որովհետև հիմնական բաղադրիչները ունեն իրենք։ Դա անմիջապես նյութերն են, որից պատրաստվում է միջուկային զենքը եւ տեխնոլոգիաները։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է. դժվար է միարժեք ասել, սա պարզապես տեղեկատվական պատերազմի տար է, թե իրապես հետախուզությունն ունի նման ինֆորմացիա։ Սակայն Եվրամիությունում միակ միջուկային տերությունը Ֆրանսիան է, իսկ Մակրոնի շուրթերից վերջին շրջանում հետաքրքիր ազդակներ են հնչում։ Ֆրանսիան ինքը բավականին հակված է պահպանել իր այդ կարգավիճակը, պարզապես այն վերածելով նաև Եվրամիությունում իր դերակատարության կապիտալի։ Եվ վերջին շրջանում նաև Ֆրանսիայի նախագահը մի քանի հայտարարություններ արել այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է իր միջուկային հովանոցը տրամադրել Եվրամիությանը։ Ռուսական կողմը պնդում է, որ Բրյուսելը վտանգավոր ուղի է ընտրել, որը կարող է խաթարել համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը։ Իսկ վերլուծաբանները նշում են, որ միջուկային զենքն արդեն վաղուց զսպող մեխանիզմ չէ։ Փոխվել են խաղի կանոնները։ Շատերը գալիս են այն մտքին, որ միջուկային սպառազինությունը օգնում է տվյալ սուբյեկտին լինել առավել նշանակալի դերակատար եւ առավել վստահ օգտագործել ուժային բաղադրիչ իր քաղաքականության մեջ։ Ռուսաստանը եւս մեկ նախազգուշացում ունի։ Եվրամիությունը արժավ է սկսել արևելքի դեմ։ Հատկանշական է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության հաղորդակցության հետևյալ մասը։ Ըստ երևույթին, Ուրսուլա ֆոն դեր Լեյնը եւ նրա հանցակիցները ուկրաինական հակամարտության հրահրողների դերը համարում են չափազանց համեստ։ Նրանք երազում են երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած նացիստական Գերմանիայի առաջնորդների չարագույժ փառքի մասին։ Արման Աբովյանը նշում է, այն, ինչի մեջ նրանք մեղադրում են այլ պետությունների, իրենք անում են մեծ հաճույքով։ Եթե Եվրոպան ստանա միջուկային զենք, դա լուրջ լարվածության կետ կձևավորի Եվրասիական մայրցամաքում։ Սակայն մեկ այլ, ավելի կարևոր մտավախություն կա։ Այս մրցավազքին արդեն միացել է Թուրքիան։ Արդեն իսկ միացել է Թուրքիան, որը այո նույնպես ունի տեխնոլոգիաներ, ունի հնարավորություններ, կրիչներ, բալիստիկ հրթիռների մասին է խոսքը։ Եվ այլն։ Միանալու են Պարսից ծոցի թագավորությունները, Սաուդյան Արաբիան, եթե իհարկե մնա այն տեսքով, որը իրենք գիտենք, այսինքն այստեղ մենք տեսնում ենք երկարաժամկետ առումով էսկալացիայի աճ ամբողջ աշխարհի մակարդակով։ Այսպիսով, այն, ինչ համարվում էր զսպող գործիք, արդեն կարող է խաթարել համաշխարհային անվտանգությունը։ Եվրամիության կողմից պաշտոնական արձագանք այս հարցին առայժմ չկա, իսկ Ռուսաստանն ասում է, սկզբնական փուլում ֆոն դեր Լեյենը եւ նրա ընկերակիցները համաձայնել են ապահովել նման նախապատրաստությունների վերաբերյալ առավելագույն գաղտնիություն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որն այժմ արդեն մոռացված կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով իր ցամաքային սահմանը փակ է պահում ճանապարհորդելու համար։ Երկրի խորհրդարանի անդամներն այս որոշումն ամեն անգամ երկարաձգել են 3 ամսով, վերջին անգամ մարտին։ Իշխանությունը շեշտում է, որ խոսքը ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարի, այլև անվտանգության սպառնալիքների մասին է, չնայած նրանք որևէ մանրամասնություն չեն տրամադրել։ Սահմանների փակ լինելու պատճառով Ադրբեջանի ներքին տնտեսական հավասարակշռությունն զգալիորեն փոխվել է։ Սահմանամերձ շրջանների բնակիչները նախկինում գոյատևում էին փոքրածավալ առևտրի եւ հարևան երկրներում գների տարբերություններից օգտվելու հնարավորության շնորհիվ։ Հիմա մարդիկ բախվում են եկամուտների նվազմանը եւ ավելի հաճախ են տեղափոխվում Բաքու եւ այլ խոշոր քաղաքներ աշխատանք փնտրելու համար։
Քրեական վարույթի շրջանակում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալել են մի քանի անձանց, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձի եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն տրամադրել չեն կարող, սակայն լրատվամիջոցները գրել են, որ նրանցից մեկը Արման Սահակյանն է, ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին։ ABC մեդիայի տեղեկություններով ձերբակալվածների թվում է նաև սոցիալ նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը Արսեն Զեյնալյանը դիմել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին։ Նա շեշտել է, որ առաջին դատական նիստին մարդասպանին բերել են առանց ձեռնաշղթաների եւ առանց ջաղավանդակի։ Այն դեպքում, երբ խոսքը մի անձի մասին է, որը երկրորդ անգամ է նման ոճրագործություն կատարում։ Դատարանի դահլիճում բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ եւ ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ հորեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր եւ նետում նրա ուղությամբ, վնասելով ոստիկանին։ Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը, Կարեն Զեյնալյանը, եւ եւս 2 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։ Սա ինչ արդարադատություն է։ Ինչպես կարող է մեղմ ասած վտանգավոր հանցագործը ազատ շարժվել դատարանում, սպառնալ մարդկանց կյանքին, իսկ տուժող կողմը հայտնվել կալանքի տակ։ Եթե սա է արդարադատությունը, ապա մենք լուրջ հարց ունենք. ինչ է իրական արդարությունը եւ ում համար է այն։ Մայրաքաղաքում շարժվելը օրեցօր դառնում է ավելի բարդ, րոպեները վերածվում են ժամերի, իսկ ճանապարհը փորձության։ Խցանումներն արդեն ոչ թե բացառություն են, այլ ամենօրյա նյարդայնացնող իրականություն, թե վարորդների, թե ուղևորների համար։ Երևանը կարծես փակվում է սեփական մեքենաների մեջ, իսկ լուծումները դեռ չեն հասնում քաղաքացիներին։ Խնդրին անդրադարձել է Անիա Բաղյանը։ Մայրաքաղաքում րոպեները, ժամերը կորչում են մեքենայում խցանման մեջ խրված։ Տեղաշարժը դարձել է ամենօրյա փորձություն թե մեքենա ունեցողների, թե չունեցողների համար։ Այ, չենք ուզում, որ մեր մեքենա ունենք, մեր մեքենայով գնանք, որովհետև ահավոր է, ժամերով պետքա խցանման մեջ մնանք։ Կանգառում հանդիպեցինք այս քաղաքացուն, որը նոր էր իջել հասարակական տրանսպորտից։ Շատ ահավոր է քաղաքը։ Քանի այսքան շենքեր են կառուցվում, բարձր որ պետքա խցանումները լինի, քանի որ ամեն մի ընտանիք արդեն դաժե ոչ մի հատ, այլ մի 2 մեքենա ունեն։ Դա բնական է, բոլոր աշխարհի բոլոր քաղաքներում է, մենակ Երևանը չի։ Փողոցները քիչ են, մեքենաները շատ են, կարգապահությունը ցածր է, վարելու կուլտուրան ցածր է։ Վարորդներից մեկը հումորով մոտեցավ, ինչպես է գնահատում քաղաքի խցանումները հարցին։ Սուլոցներ, ազդանշաններ, որոշ դեպքերում անգամ վեճեր են լինում վարորդների միջև։ Բարկանում են առավոտյան աշխատանքից ուշանալու, երեկոյան ուշ տուն հասնելու համար։ Շատ ահավոր է խցանումները, կատաստրոֆիկ, փողոցների մասին էլ չասեմ։ Խայտարակություն աղջիկ ջան, խայտարակություն։ Հնարավոր չի ընդհանրապես երթևեկել։ Ընդհանրապես, սաղ տեղերը քանդում են, որոշում են մի բանը միանգամից քանդում են։ Ինչու են խցանումներն անկառավարելի թվում։ Օրվա գրեթե ցանկացած ժամի, գրեթե ցանկացած փողոցում նույն պատկերն է։ Վարորդներն առաջին հերթին նշում են մեքենաների մեծ քանակը, հետո ճանապարհների վիճակը։ Խորփոսեր, վերանորոգումներ, ասֆալտապատում, ամեն ինչ նոր խցանումների պատճառ է դառնում։ Վարորդները հաճախ պարզապես չգիտեն ինչպես շրջանցել։ Պետք է անենց անել, որ մարդկանց ձեռնտու չլինի գործի գնալ սեփական մեքենայով։ Միակ ձևնա լուծելու, որը արվում է ամբողջ աշխարհում, ոչ մի նոր բան հնարել պետք չի։ Կամ պետք է ուղղակի ճիշտ կառավարել, ընդգծում է մեկ այլ վարորդ։ Այս իրականության մեջ ապրող ու խցանումները չնկատող վարորդ էլ հանդիպեց մեզ։ Չէ, այդքան էլ չէ։ Դեռ չեմ հանդիպել հələ։ Չնայած որ ես նայում եմ, երևում է խցանումներ, բայց ինչի համար է չգիտեմ։ Ինչու են խցանումները մաշում քաղաքացիների նյարդերը, ժամերն ու մեքենաները։ Քաղաքապետի խոսքով երթևեկության մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե ամեն տարի մեզ մոտ ավտոմեքենաների քանակը ավելանում է, մենք ոչ մի բան չփոխենք,
էլ ավելի վատ է լինելու։ Այսինքն եթե 12000, տարեկան 12000 մարդատար ավտոմեքենա է ավելանում մեր շարժման մեջ միայն Երևանում գրանցված, ել չեմ ասում մարզերում գրանցվող ավտոմեքենաները, որոնք նույնպես դառնում են նոր մասնակիցներ մեր երթևեկության։ Մենք ձեր կարծիքով ինչ որ մի պահ չի գալու, որ sense ավտոմեքենայով մեր բակից դուրս գանք ու կանգնենք առհասարակ, եթե մասնավորապես փոքր կենտրոնի մասին է խոսքը։ Հենց դա էլ տեղի է ունենալու։ Այո։ Ավինյանի խոսքով կարգավորումներ են մշակում, որոնք քաղաքացիների համար ցանկալի չեն, բայց օգտակար են։ Բայց քաղաքացիները ոչ զգում, ոչ էլ տեսնում են որոշումների օգտակարությունը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մեկ այլ խնդիր էլ ավտոբուսներն են։ Վերջին օրերին Երևանի ավտոբուսներով ուղևորությունը վերածվել է լարված բախումների, գոռոցների, վիճաբանություններ ու փոխադարձ մեղադրանքներ վարորդների եւ ուղևորների միջև։ Ուղևարցը վճարելու համար տեսուչները կանգնեցնում են ավտոբուսները, ստեղծում խառնաշփոթ, խաթարում մարդկանց առօրյան, դառնում ուշացումների նյարդային վիճակի պատճառ։ Ինչու է քաղաքային տրանսպորտը, որը պետք է հեշտացներ տեղաշարժը, այսօր դարձել նոր խնդիրների աղբյուր։ Սեդա Կիրեղյանի ռեպորտաժում։ Ոչ չենք վճարելու եւ նստելու եք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Սրտաս տարս է չարդել, արի մուծի աղբեր արի, արեք մեկը մուծը, կապեր հարդել եմ տալի, վճարակում։ Երևանի ավտոբուսներում քաղաքապետի գործակարգավարականից հետո արդեն 3 օր նման վիճակ է։ Քաղաքապետարանը ուղևորներից չի կարողանում հավաքագրել ամսվա համար նախատեսված ուղևորավճարի չափը։ Երևանի ավտոբուս Փակbaşnet ընկերության տնօրենն էլ քաղաքապետի հորդորով նիստին լուծման տարբերակ առաջարկեց։ Սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Այս հրահանգը վարորդ ուղևոր լարումների պատճառ է դարձել։ Վարորդների պահանջը վճարեք, թե չէ դուռը չեն բացի, ավտոբուսով երթևեկողների զայրույթն է առաջ բերել։ Ուշանում են գործից, դասից։ Վարորդը ամեն կանգառ կանգնում է ու առաջ չի գնում, մինչև ուղևորձը չստանան։ Ես տոմսը չեմ ստացել, թեև հաստացի վճարել եմ։ Ձայնային ազդանշանով ցույց է տալիս վճարումը չի ստացվել, բայց քարտիցս գումարը քաշում է։ Ճիշտ է, երեկ իմ քարտը մերժեց սարքը, բայց քիչ հետո բանկից նամակ ստացա, որ վճարված է։ Ես էլ 2 կանգառ գնալու համար հավելվածով վճարել եմ 450 դրամ։ 3 անգամ սարքին եմ մոտեցրել քարտը։ Այս խառնաշփոթի հիմքում ուղևորավճարը 150 դրամ դարձնելն էր, կարծում է ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Թանկացումից հետո առաջացած հանրային ընդվզումը վարորդների միջոցով կանխելը երկար չի տևելու։ Բացի այդ, ուղևորներից գումարի գանձումը օրենքով վարորդի պարտականության մեջ չի մտնում։ Եթե քո թանկացումները լեգիտիմության խնդիր ունեն։ Չունես հանրային համերաշխություն, որ մարդիկ վճարեն, դու ուղղակիորեն չես կարող 800 հոգու այդ բոլոր շարժակազմերի մեջ կցել, որ գնան ավտոբուսների մեջ, երթուղայինների մեջ սպողություն իրականացնեն առավոտից երեկո։ Իսկ ինչ վերաբերում է կանգառներում նման հորդորներով հանդես գալուն, ես չեմ կարծում, թե այն մարդը վճարունակ չէ, տեսուչների հորդորներից դառնալու է վճարունակ։ Այդուհանդերձ ուղևորների մի մասն էլ պարտաճանաչ իրականացնում է վճարումները եւ տուժում ընդվզողների պատճառով։ Ավտոբուսից նորիչած ուղևորներից մեկը բարկացել էր։ Բա պետք է պահանջեն։ Ճիշտ է, որ նստում է, օգտվում է ու չի վճարում։ Բայց ճիշտ է, եթե չի վճարում, թող ոտքով գնա։ Մյուս ուղևորները կարծում են պայմանները նույնն են եւ ավտոբուսի գնի թանկացումը դրական փոփոխություն չի բերել։ Վճարելուց են խոսում, բայց չեն ասում, ինչու պետք է ուշանանք կամ իրար գրկած սրտխառնոցով իջնենք։ Շնչել չի լինում, վատանում ես, զզվելի է իրոք։ Վերջին մի քանի օրը ակտիվացել են նաեւ տեսուչները։ Նման պայմաններում անգամ նրանք մտնում են ավտոբուսներ եւ պարտադրում վճարել։ Հակառակ դեպքում տուգանք սահմանում եւ սովորաբար տուգանքի տակ անվճարունակ մարդիկ են ընկնում, ովքերի վիճակի չեն անգամ 50 դրամ ավելի վճարել։ Սեդա Կիրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ օրվա գլխավոր թեման Իրան-ԱՄՆ բանակցություններ։ Անպարտելիության առասպելն է կոտրվում, թե պարզապես փոխվում է ուժերի հավասարակշռությունը։ ԱՄՆ-Իրան 38-օրյա դիմակայությունից հետո կողմերից յուրաքանչյուրը փորձում է իրեն ներկայացնել հաղթող, բայց իրական պատկերը շատ ավելի բարդ է։ Վաշինգտոնը չի հասել իր առանցքային նպատակներին, իսկ Թեհրանը կարողացել է ոչ միայն դիմադրել, այլև իր պայմանները բերել բանակցային սեղան։ Փխրուն, թե կայուն հրադադարի սկիզբ, ով հաղթեց ԱՄՆ-Իրան պատերազմում, ռեպորտաժում։
Ամենամեծ նվաստացումն է ապրել Միացյալ Նահանգներն իր պատմության ընթացքում։ Գնահատականը Միացյալ Նահանգների կոնգրեսի նախկին անդամ եւ Միացյալ Նահանգների բանակի պաշտոնաթող գնդապետ Ադամ Քինզինգերինն է։ Աստված իմ, եթե մենք Հորմուզի նեղուցի վերահսկողությունը փոխանցենք Իրանին եւ համաձայնենք վնասի փոխհատուցմանը, դա կդառնա Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նվաստացումը։ Նախագահ Թրամփը ապրիլի 8-ի լույս առավոտյան սոցիալական ցանցում հայտարարեց, որ կասեցնում է Իրանի ռմբակոծությունը 2 շաբաթով, մեկ պայմանով, որ բացվի Հորմուզի նեղուցն ամբողջական, անհապաղ ու անվտանգ։ Ի պատասխան Իրանի արտգործնախարարը հաստատեց, որ Իրանը կդադարեցնի պաշտպանական գործողությունները, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի հարձակումները, եւ որ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու է իրանական զինուժի հետ համակարգման ճանապարհով։ Վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը նշում է, որ երկու կողմն էլ կարող են հաղթանակի մասին հայտարարել, սակայն դա դեռ չի նշանակում, որ հստակ պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Իրանը հաղթել այն տեսանկյունից, որ ինքը չի ընդունել Ամերիկայի պահանջները, չի կատարել իրենց, դիմադրել է եւ փաստացի ստիպել է Ամերիկային ընդունել իր բանակցային օրակարգը։ Միացյալ Նահանգները կարող են հայտարարել, որ իրենք են հաղթել, որովհետեւ Իրանը ընդունեց զինադատարը։ Սկզբանե Իրանը դեմ էր որոշակի տարբեր ձևաչափների զինադատարներին եւ պատրաստ էր քննարկել միայն խաղաղության երկարատև պայմանագիր։ Մելքոնյանը հստակեցնում է, որ Միացյալ Նահանգները փաստացի չի հասել իր հիմնական նպատակներին։ Ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, Իրանի միջուկային ներուժը չի ոչնչացվել, իսկ Թրամփի հայտարարությունները, թե ռեժիմն արդեն փոխվել է, իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, հոգևոր նոր առաջնորդին կրկին Խամենեի են անվանում, իսկ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Իրանի 10 կետից բաղկացած ծրագիրը։ Վերլուծաբանը նաև վստահ է, որ Վաշինգտոնը չէր սպասում Թեհրանի կողմից այսպիսի դիմադրության։ Տեսնում ենք ինչպես Միացյալ Նահանգները ուղեկցին դեպի մերձավոր արևելք նոր ուժեր պատերազմի մի քանի շաբաթ հետո։ Սա մեկ նշանակում է, որ իրենք չէին պատրաստվում, որ այս քանակի ուժ պիտի կիրառեն, որ դրա կարիք ընդհանրապես կլինի։ Երկրորդը մենք տեսնում ենք ինչպես Միացյալ Նահանգները ընդունեցին նոր բյուջե հակահրթիռային համակարգերի սպասարկման համար։ Իրանցի քաղաքական մեկնաբան Փույա Հոսեյնին ընդգծում է միայն մեկ փաստ. Իրանը 38 օր շարունակ դիմադրեց իրենից տասնյակ անգամ ավելի ուժեղ ուժերի դեմ եւ կարողացավ թելադրել իր պայմանները։ Երկու կողմ էլ վնաս է կերել, այդպես չի, որ միայն Իրանը վնաս կերել ամբողջ մերձավոր արևելքում Միացյալ Նահանգների ռազմաբազաները կամ լուրջ վնասներ են կերել կամ որոշ ռազմաբազաներ ոչնչացված են, ռադարները, թանկանոց միլիարդներ դոլարանոց ռադարները, զինտեխնիկաները ամբողջը վնասված են եւ վնասված է ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների վարկանիշը։ Հուսեյնին ընդգծում է, որ Միացյալ Նահանգներն ի վերջո ստիպված եղավ ընդունել Իրանի առաջ քաշած 10 կետերը որպես բանակցությունների հիմք, քանի որ այլ ռազմավարությունն ավելի կործանարար կլիներ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Միացյալ Նահանգները վերջին օրերս Թրամփը սպառնում էր Իրանին, որ Իրանի ենթակառույցները ոչնչացնի, սա ցույց է տալիս, որ արդեն սպառնել են իրենց ռազմական թիրախները, այդեն չեն կարող Իրան գիտեն, որ չեն կարող ռազմական լուրջ վնասներ տան եւ Իրանը շարունակում է հագահարվածներ Միացյալ Նահանգների ռազմաբազաների։ Բանակցային սեղանի շուրջ կան բազմաթիվ հանգուցային կետեր, որոնք հեշտությամբ չեն լուծվի։ Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը, Իրանի ուրանի հարստացման իրավունքի ճանաչումը, Լիբանանի եւ Իրաքի հարցերի ներառումը, ինչպես նաեւ Իսրայելի գործոնը։ Վերջինս բանակցային գործընթացի մաս չէ, բայց շարունակում է հարվածել Լիբանանի ուղղությամբ, ըստ էության խախտելով հրադադարի պայմանավորվածությունը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Կհանդիպենք ժամը 21-ին լուրերի ամփոփիչ թողարկմանը, առայժմ։